Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե օլիգարխիական բարեգործություն ու թալան է ձեր ուժի կողմից աջակցություն այն համայնքներում, որտեղ ուժեղ Հայաստանը հաղթել է եւ հայտարարել է, որ հասցնելու է այն վիճակին, որ ձեզ ձրկի բարեգործություն անելու հնարավորությունից, ինչպես կմեկնաբանեք Փաշինյանի այս հայտարարությունը։ Հաշվի առնելով Ծառուկյանի հետ այս ընթացքում ինչ է կատարվում։ Ահա։ Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ծնված չէր, այսինքն մի $1500 բիզնես ուներ ու սեղաների տակով սենց վազվզում էր, այս կողմեն կողմ իրեն հովանավորներ էր ման գալիս, արել եմ, անում եմ և անելու եմ, որտև ես դա անում եմ Հայաստանի համար, հայ ժողովրդի համար և ամբողջ հայության համար և ոչ ոք չի կարող ինձ զրկել այդ ցանկություններից։ Պարոն Կարապետյան, բայց չեք համարում, որ դա սպառնալիք է եւ գուցե ձեր մյուս բիզնեսներն էլ, ինչպես օրինակ Գագիկ Ծառուկյանի բիզնեսները հերկով հանձնում են պետությանը եւ իրենց կողմից կառավարիչներ ղեկավարներ նշանակում։ Դե թող մի քիչ կառավարեն, մարդիկ չտես Գյորմամի ժողովուրդ են, ուզում են մի բան կառավարեն իրենց կյանքում, հիմա տալիս ենք թող կառավարեն։ Պարոն Կարապետյան, տեսնենք ինչը կթողեն, քարին եսա չեն թողի, իրենք հնարավորություն ունեին, նորից եմ ասում Հրազդանի ցեմենտը արդեն քանի տարի իրեն ձեռքում է։ Թող կառավարեն։ Հեսա տեսնեք ինչ կանեն այդ նույն ցեմենտի գործարանի հետ, կոնյակի գործարանի հետ։ Դա միջազգային ներդրողների համար սպառնալիք չի լինի եւ մտահոգություն չխոսվում է։ Իրենց օրոք Հայաստանում գոյություն չի ունեցել միջազգային ներդրող։ Դա ընդամենը ինչ որ հայտարարություններ են անում, նախընտրական հայտարարություններ են, դուք լրագրողները կարող եք ուսումնասիրել 24 թվականին, 25 թվականին, 26 թվականի արդեն 6 ամիս անցավ։ Քանի հատ միջազգային ներդրող է եղել եւ ինչքան գումար են ներդրել։ Պարոն Կարապետյան, ձեր ուժը հայտարարում է, որ բազմաթիվ աջակցության ծրագրեր պետք է իրականացվեն այն վայրերում, որտեղ ձեր թիմը ամենաշատ քվեներն է ստացել։ Ուզում եմ հասկանալ, սա ինչ է նշանակում։ Արդյոք Հայաստանը սահմանափակում է ձեր ուժի համար այն վայրերում, որտեղ որ դուք ամենաշատ ձայներն եք հավաքել։ Ոչ, մենք ասել ենք, մենք սկսում ենք այդ վայրերից եւ դա լինելու է շարունակական։ Բայց մենք առաջին հերթին անում ենք այն վայրերում, որտեղ մարդիկ մեզ վստահել են եւ տվել են իրենց քվեն։